Top 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցերով զեկուցող Մարիամ Լեքսման Բրյուսելից հնչեցրել է կոշտ ուղերձ։ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու համար։ Նա ընդգծել է, որ այս հարցը այլևս միայն երկկողմ խնդիր չէ, այլ միջազգային պատասխանատվության հարց։ Լեքսմանի խոսքով Բրյուսելը ունի լծակներ Բաքվի նկատմամբ, բայց դրանք դեռ ամբողջությամբ չեն կիրառվում։ Նա նաեւ ակնարկել է, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է ավելի կոշտ քայլերի գնա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը կարող է փոխել իրավիճակը։ Հարցը արդեն դառնում է Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների լուրջ փորձություն։ Սկանդալային զարգացում Երևանում Դավիթ Մինասյանին տեղափոխել են բանտ ուղիղ Նաիրի բժշկական կենտրոնից։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ահազանգում է, գործողությունը կատարվել է շտապ եւ առանց հստակ բացատրության։ Հիշեցնենք, Մինասյանը կալանավորվել էր եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո։ Դեպքը կապված է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած բախումների հետ։ Իրավապաշտպանները արդեն խոսում են հնարավոր իրավախախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիա վերապատրաստումների եւ հանձնաժողովի անդամ։ Որոշումը կայացվել է Շանհայում անցկացվող նիստում։ Սա Հայաստանի համար կարևոր դիրքային առաջխաղացում է միջազգային իրավական համակարգում։ Վարդապետյանը նաև հանդիպումներ է ունեցել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկվել են իրավական համագործակցության խորացման հարցեր։ Երևանը փորձում է ամրապնդել իր դիրքերը գլոբալ հարթակում։ Կադաստրի կոմիտեն ահազանգում է, քաղաքացիներին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։ Խաբեբաները ներկայանում են պետական կառույցի անունից եւ ուղարկում վտանգավոր հղումներ։ Հաղորդագրություններում խոստանում են գումարի վերադարձ քարտի տվյալների դիմաց։ Իշխանությունները կոչ են անում չբացել նման հղումները։ Սա կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։ Կիբերանվտանգությունը դառնում է նոր մարտահրավեր Հայաստանի Հանրապետության համար։ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն։ Սա տեղի ունենում լարված քաղաքական ֆոնի վրա։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունից պարարտանյութ նույնպես կուղարկվի նույն երթուղով։ Տարածաշրջանում ձևավորվում է տարօրինակ տնտեսական փոխկապակցվածություն։ Փորձագետները սա համարում են պրագմատիկ համագործակցության նշան, սակայն քաղաքական հակասությունները չեն անհետանում։ Հարցը մնում է՝ սա ժամանակավոր քայլ է, թե նոր միտում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրիխի հետ։ Քննարկվել են 2023-2026 թվականների ծրագրերի իրականացումը եւ նոր ծրագրերի մեկնարկը։ Եվրոպան շարունակում է ներդրում անել Հայաստանի բարեփոխումների մեջ։ Խոսքը գնում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին։ Նոր 2027-2030 թվականների ծրագրերի նախապատրաստումը արդեն սկսվել է։ Երևանը խորացնում է կապերը եվրոպական կառույցների հետ։ ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը վերահաստատել է իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման հարցում։ ՄԱԿ հարթակում Երևանը բարձրացել է նաև արհեստական բանականության ռազմական կիրառման թեման։ Հայկական կողմը շեշտել է մարդկային վերահսկողության անհրաժեշտությունը։ Սա կարևոր ուղերձ է գլոբալ անվտանգության ֆոնին։ Հայաստանը փորձում է հանդես գալ որպես պատասխանատու գործընկեր։ Միջազգային օրակարգում երկրի ակտիվությունը աճում է։ Հայաստանում ընտրական գործընթացը մեկնարկել է, բայց ոչ ոք դեռ չի գրանցվել։ Չնայած 14 քաղաքական ուժ արդեն հայտարարել է մասնակցության մասին, իրական պայքարը չի սկսվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ստացել դիմումներ։ Վերջնական պատկերը պարզ կդառնա ապրիլի 23-ից հետո։ Քաղաքական դաշտը գտնվում է լարված սպասման մեջ։ Այս ընտրությունները կարող են դառնալ շրջադարձային երկրի համար։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին։ Քննարկումների առանցքում եղել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել վիզաների ազատականացման գործընթացին։ Եվրոպական միության հետ հարաբերությունները մտնում են նոր փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանը հասել է պատմական տնտեսական շրջադարձի։ Նրա խոսքով 2018 թվականից հետո ՀՆԱ-ն աճել է 53%-ով։
Սակայն վարչապետը զգուշացրել է, հին տնտեսական մոդելները այլևս չեն աշխատի։ Անհրաժեշտ է վերափոխել պետություն-բիզնես եւ աշխատող գործատու հարաբերությունները։ Փաշինյանը փաստացի ազդարարել է նոր տնտեսական խաղի կանոններ, սակայն փորձագետները դեռ կասկածում են այս աճի կայունությանը։ Տնտեսությունը դառնում է քաղաքական գլխավոր մարտադաշտ։